Մի վարքյան սպասեք, մի վարքյան գործընկերներ, մի վարքյան։ Բոլորին թող հարմար լինի։ Մի փոքր ձեր Աչը։ Այդ ֆոտոն հերախոսներ իջացեք ներքև մի քիչ։ դու էստից բայ, անի, դու էստից բայ։ Դուրկը բայ։ Գործընկերներ։ Պարոն Վարդանյանի հետ կապված Շատ լավ։ Շատ կարճ մի քանի շեշտադրում անեմ։ Մենք իհարկե 3 տեսանք, թե ինչ աննախադեպ աստիճանի իրավական ճակերտներում գործընթացներ էին տեղի ունենում, այդ թվում ձերբակալումների, կալանավորումների տեսանկյունից։ Ցանկանում եմ հայտնել, որ կրկին դրանցից մի ստվար զանգվածը ընդհանրապես չի համապատասխանել այն հայտարարություններին, որոնք տարածվում են։ Ցավով եմ ասում, թե ինչի համար ընդհանրապես իրավապահները պետք է պատշաճ որոշակի գործողություններ անեն, նոր դրանից հետո հայտարարություններով հանդես գան։ Հարգեն անմեղության կանխավարկածը։ Դրանք բոլորը չի ապահովում։ Պարոն Վարդանյանի հետ կապված Կան նաև համակիրներ, կան նաև թիմակիցներ, կան նաև հենց ընդհանրապես նշված միջնորդությունների մերժման դեպքեր։ Այսինքն դրանց ստվար զանգվածը հարգելի գործընկերներ, մոնտաժված ձայնագրություններ են։ Դրանց ստվար զանգվածը դեռևս այնքան վարութային գործողությունների անհրաժեշտություն ունեն, որ անասելի է։ Եվ երրորդը, հարգենք անմեղության կանխավարկածը։ Մենք քաղաքացիական պայմանագիր կուսակցության հետ առնչություն ունեցող անձանց, նույնիսկ իրենց անմեղության կանխավարկածը հարգում ենք, որովհետև մենք իրավական նշված մշակույթը իսկապես հարգում ենք, բայց որ ամեն ինչ ընտրական օրենսդրության սահմաններում է, երբ հաստատվում իհարկե չեն հարգում, իրենց կողմից երբ քննչական կոմիտեի կամ հակակոռուպցիոն կոմիտեի հետ կապված հայտարարությունները որպես ճշմարտություն ներկայացում են, դա հենց ինքնին խախտում է։ Շատ լավ, ես երկու հանգամանք եմ ուզում նշել գործընկերներ։ Այսօր վաղ առավոտվանից եւս բազմաթիվ ընտրական խախտումներ կան։ Կան դրանք թե թեթև աստիճանի, թե միջին, թե ծանր աստիճանի։ Մենք արդյոք դա անակնկալ համարում ենք ոչ, բայց երևույթին գնահատական պետք է տրվի։ Այն, որ նույնիսկ Նիկոլ Փաշինյանի կողմից քարոզչության տարական կարգի խախտում է տեղի ունենում, դա իսկապես լավ բան չէ։ Դա հենց խոսում է նրա մասին, որ մենք ունենք մի իրականություն դեռևս, որտեղ իրավունքը եւ օրենքը սակարկման ենթակա են, այդպես պետք է չլինի։ Պարոն Վարդանյան, բացի սցենարիայի պատրաստությունը կախված ընտրությունների ելքից, եթե Նիկոլ Փաշինյանը ավելի շատ էսպես մեծ ձևավորի վերցնել այդ մանդատները։ Հարգելիներս, ես կարծում եմ մենք հիմա մեկ հանգամանք ունենք նշելու։ Դեռևս ժամը 12:00 է։ Սիրելի մեր հայրենակիցներ, սիրելի Հայաստանի Հանրապետության քաղաքացիներ, իշխանությունը պատկանում է ձեզ, մասնակցեք ընտրությունների։ Այսքանը։ Պարոն Ղազինյանի դեպքի հետ կապված ես վստահ եմ դուք ձայնագրությունը տեսել եք, այնտեղ պարոն Ղազինյանի առնչության որևէ հանգամանք չկա։ Հիմա դուք պատկերացրեք ձեզանից որևէ մեկի վերաբերյալ 3-րդ, 4-րդ անձ խոսակցություն ունենա եւ դա որպես տվյալ փորձեն հրամցնել ու կրկին անմեղության կանխավարկածի անտեսման։ Աբսուրդ է հերթական, դրան որևէ մի կարևորություն մի տվեք, կրկին անգամ բոլոր մեր հայրենակիցներին հանդես գամ իրենց պարտականությունների վերաբերյալ իրազեկմամբ։ Ընտրությանը մասնակցելը դա պարտականություն է։ Եվրոպական երկրներ կան, որտեղ ընտրությանը չմասնակցելը նույնիսկ պատասխանատվություն է ենթադրում։ Իշխանության կրողը Հայաստանի Հանրապետության քաղաքացին է, հայ ժողովուրդն է, բայց այդ իշխանությունը կրելը պետք է իրացնել գալով ընտրություններին։ Եվ մեկ այլ հանգամանք էլ մեր բոլոր հայրենակիցները թող վստահ լինեն։ Ընտրատեղամասում քվեարկություն կատարելուց գաղտնիությունը ամբողջությամբ երաշխավորված է։ Որևէ մեկի կողմից որևէ մի մեխանիզմ չկա պարզելու թե անձը ում է իր քվեն տվել։ Այդ բոլոր ստերը, որոնք տարածվում են, թող վերցնեն եւ գցեն աղբամանը։ Գան ընտրության, կատարեն իրենց ընտրությունը։ Բազմաթիվ Տիկին Մելոյանը նաև այս ընթացքում ներկայացրեց, ես կրկին եմ ուզում ասել, կազմակերպչական բնույթի խախտումներից մինչև քարոզչության հետ կապված խախտումներ, այդ թվում նաև ինչ-որ մի նոր երևույթ էր, պայմանականորեն մեկ քվեաթերթիկ, որը հենց վերաբերում է ուժեղ Հայաստանին, մի քանի անգամ են տալիս։ Այսինքն ոչ թե մեկն են տալիս, այլ մի քանի հատ են տալիս։
ու առաջարկում են քաղաքացիներին ճղել այդ լրացուցիչը, որի փրև հետագայում քանակի խնդիր առաջանա։ Ինչևէ, գործընկերներ Sorry, just brief, can you tell us about in English for this 4 hours of election, how it went? There are violations. As I've stated, there are various violations, big, small, mild, or petty. At the same time, there are cases of violations of administrative resources throughout the whole electoral campaign, including today, so it's no exception. At the same time, we were prepared for such kind of violations. All of them are being registered and the necessary legal steps are being conducted. Of course, the most important thing for today is that the people who are the ones who have the power participate in elections.